ԱՄՆ-Իրան լարվածությունը ժամ-ժամի աճում է։ Թշնամի երկրները դեռևս սահմանափակվում են հայտարարություններով։ Իրանի արտգործնախարարն է հակադարձել Թրամփին, ասելով, որ խնդիրը ռազմական լուծում չունի։ Արաղչին վերահաստատել է, որ Իրանը չի արտադրի կամ չի փորձի միջուկային զենք ձեռք բերել։ Նախարարի խոսքով դիվանագիտական շփումներն անցյալում արդյունավետ են եղել և կարող են արդյունավետ լինել նաև այսօր, միայն թե Թեհրանը կարևորում է միջնորդների ներկայությունը։ Կոշտ ռետորաբանությամբ փորձում են մի քանի խնդիրներ բերել բանակցային գործընթաց, բացի միջուկային ծրագիրը, դա արտիռաշինությունն է Իրանի, ռազմական այլ ծրագրեր, իսկ իրանական կողմը ընդհակառակը փորձում է դրանք դուրս բերել բանակցությունների գործընթացից եւ կենտրոնանալ միայն ատոմային ծրագրերի վրա։ Բանակցային սեղանի շուրջ հնարավոր է Ռուսաստանը լինի։ Եթե Իրանը գնա անմիջական շփման, երկրի ներսում որոշ ուժեր դա չեն ողջունի։ Ամերիկան բավական լուրջ է տրամադրված, իսկ հայտարարությունները կոշտանում են։ Թրամփը վերսկսել է առավելագույն ճնշման արշավը, վերջ դնելու Իրանի միջուկային սպառնալիքին, սահմանափակելու նրա բալիստիկ հրթիռների ծրագիրը և զսպելու ահաբեկչական խմբավորումներին աջակցելու քայլերը։ Պետդեպը հայտարարում է, որ Իրանի պահվածքը սպառնում է ԱՄՆ-ի ազգային շահերին։ Եթե Թեհրանը գործարքի չգնա, կլինեն շատ վատ տարբերակներ։ Թրամփի հայտարարությունները կարծում եմ միտված է Իրանի ներքին լսարանի համար եւ Իրանի ղեկավարությանը ավելի մեծ ճնշման տակ պահելու, որպեսզի բերեն բանակցային գործընթաց, բայց նաեւ որոշակի ձախողումների պարագայում Միացյալ Նահանգները կարող են որոշակի հարվածներ հասցնել, նաեւ հաշվի առնելով Թրամփի գործոնը։ Թրամփն Իրանին սպառնում է երբևէ չլսված ու չտեսնված ռմբակոծություններով և նոր մաքսատուրքերով։ Խամենեին խոստացել է պատասխանել։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդն ավելի վաղ ասել էր, որ չի հավատում ԱՄՆ-ի կողմից հարձակման հնարավորությանը, իսկ եթե Վաշինգտոնը փորձի ապստամբություն հրահրել Իսլամական Հանրապետության ներսում, կոշտ պատասխան կստանա։ Այս ընթացքում իրանական հրթիռները, որոնք տեղակայված են ստորգետնյա բազաներ ունեցող բոլոր քաղաքների արձակման կայաններում, բերվել են լիակատար մարտական պատրաստության։ Այդ հարձակումը, եթե անգամ լինի Իրանի վրա, բավականին լուրջ խնդիրներ է բերում Մերձավոր Արևելքի համար, նաև այլ ուժեր համաշխարհային եւ Չինաստանը եւ Ռուսաստանը դրա մասին խոսում են։ Եղավ ռուսական կողմից հայտարարություն, որ Իրանի վրա հնարավոր հարձակումը բերելու է մեծ աղետի Մերձավոր Արևելքում։ Մասնագետն ավելի հավանական է համարում, որ խնդիրը կլուծվի դիվանագիտական ճանապարհով։ Թրամփը հայտարարել էր, որ եկել է խաղաղություն բերելու աշխարհին, բայց մյուս կողմից պետք չէ մոռանալ, որ գերտերության առաջնորդը խիստ անկանխատեսելի է։ Չեմ կարծում, որ այդքան իմպուլսիվ որոշում կգնա Միացյալ Նահանգների կողմից, բայց նաև պետք է հաշվի առնել իսրայելական գործոնը, որովհետև նախկին հարձակումը, երբ որ եղավ Իսրայելի կողմից Իրանի վրա, կարծես թե ոչ այդքան համաձայնեցված էր Միացյալ Նահանգների հետ։ Իրանը հրթիռներով է հարուստ, Իսրայելը կործանիչներով։ Նրանց բախումը խիստ ցավոտ կլինի, բայց նաև Թեհրանում լավ հասկանում են, որ ԱՄՆ-ի հարվածները լուրջ կարող են լինել։ Ինչքան էլ Իրանի ռազմական ներուժը զոր լինի տարածաշրջանում, բայց Միացյալ Նահանգների օդուժը ունակ է Իրանին մեծ հարվածներ հասցնելու։ Իրանի Մեջլիսի падգամավորն ի պատասխան ամերիկյան սպառնալիքների խոստացել է, որ իրանցիները կկտրեն յուրաքանչյուրի ոտքը, ով կներխուժի Իսլամական Հանրապետության տարածք։ Իզաբելլա Հովհաննիսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։